24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սաբգուլյանը։ Բարև ձեզ, պարոն Սաբգուլյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ կալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ մենք տեղեկացանք, որ Հայաքվեն առանձնացել է միասնության թևերից։ Ինչ պայմանավորվածություններ կան, արդյոք առանձին եք մասնակցելու ընտրություններին եւ այս դեպքում արդյոք խնդիր չի առաջանա շեմը չհաղթահարելու առումով։ Նշեմ, որ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը ի սկզբանե քաղաքական հայտ էր ներկայացրել մոտավորապես մի ամիսուկես առաջ եւ նաեւ խնդիր էր դրել, որ անպայմանորեն պետք է մասնակցի դաշինքով, որովհետեւ քաղաքական տրանսֆորմացիայի համար բավականին քիչ ժամանակ էր, մինչ այդ Հայաքվեն զբաղվել էր դիտորդական առաքելությամբ, բայց ինչպես գիտեք, անցած տարի քաղաքացիական պայմանագիր խմբակցության օրենքում փոփոխություն թեթև ձեռքով, այո, փոփոխություն արեցին, սահմանափակեցին դիտորդական առաքելությունը, ավելացրեցին լրացուցիչ սահմանափակումներ, 3-ը վերածեցին 11-ի եւ արդյունքում դա էր ինչ որտեղ խթան հանդիսացավ, ինչ որտեղ, որ մեր կազմակերպությունը մտնի քաղաքական դաշտ եւ քաղաքական հայտ ներկայացնի։ Սակայն մտնելուց առաջ նաեւ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցումները ցույց են տալիս, որ մենք այդ 4%-ը կարող է չհաղթահարենք, որոշեցին գնանք դաշինքային տրամաբանությամբ։ Դրանով է պայմանավորված ոչ միայն միասնության թևերի հետ, այլև տարբեր այլ քաղաքական ուժերի հետ բանակցությունները։ Իհարկե, կոնկրետ միասնության թևերի հետ մենք գնացինք հուշագրային ձևաչափով, ուղղակի տարաբնույթ ծրագրային խնդիրներ կա, չեմ ուզում տուրք տամ դավադրապաշտական տարբեր տեսությունների, որոնք լրահոսում հայտնվեցին, բավականին ցիվիլ ձևով մենք բաժանվեցինք եւ նաեւ հասկացանք, որ այս ժամանակային կտրվածքով նման ձևաչափով մեզ մոտ համագործակցությունը չի ստացվի։ Բայց առանձին եք մասնակցել ընտրություններին։ Ոչ։ Քննարկում ենք, վերջնական որոշումը կայացնում է մեր խորհուրդը, գալիք 2 օրվա ընթացքում վերջնական որոշումը կլինի, զուտ նախնական տրամադրություններից ելնելով ես կարծում եմ, որ հավատարիմ ենք լինելու հռչակված քաղաքական այն ուղեգծին, որ գնալու ենք դաշինքային տրամաբանությամբ կամ նաև փորձելու ենք հնարավորինս աջակցել ընդդիմադիր դաշտում հականիկոլական ճակատում ընդգրկված քաղաքական ուժերին, բացառելով եւ փորձելով բացառել գալիք համապետական ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերարտադրությունը որպես իշխանություն, որտեղ դա համարում ենք մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Այսինքն առանձին չեք մասնակցելու, այդ շեմը հաղթահարելու խնդիրը կա։ Վերջնական որոշումը կլինի 2 օրվա ընթացքում։ Առասարակ ոնց է ձևավորվել քաղաքական դաշտը եւ այդ խնդիրը իսկապես որ կա շատերի մոտ, որ շեմը կարող են չհաղթահարել։ Ինչով է պայմանավորված, որ այնուամենայնիվ ոմանք ուզում են առանձին մասնակցել։ Որոշ ուժեր։ Գիտեք ինչ, դա գալիս է նաեւ մեր ազգային մենտալիտետից։ Եվ քաղաքական ուժերը ոչ այնքան ամբիցիաներ են, թե կոնկրետ այս ցանկում ով պետք է լինի, ինչ պետք է լինի, շատ դեպքերում դրան չի էլ հասնում։ Այսինքն ամեն մի կազմակերպություն ունի իր քաղաքական ուղեգիծը եւ առաջնահերթությունները եւ կարծում եմ, որ դրանք պետք է լինեն գերիշխող եւ քարոզչական, օրինակ, ռազմավարությունը եւ մարտավարությունը պետք է կառուցվի համաձայն իրենց քաղաքական ուղեգծի, այսինքն իրենց քիմքին հարի լինի։ Եվ շատ դեպքերում էլ նաև կարող է ինչ-որ անձնական ֆակտորներով պայմանավորված այդ դաշինքները չեն լինում եւ շատերը նույնիսկ տեսնելով որ դաշտում չի հաջողվում այդ դաշին կազմելը փորձում են գնալ ինքնուրույն ճանապարհով, որովհետեւ գիտեք ինչ, դաշինքային տրամաբանության մեջ պետքա ձևավորել հստակ թիմային խաղ, քաղաքական թիմային խաղ, որը շատ դեպքերում հայերի մոտ չի ստացվում։ Եվ դա ուղղակի մեր նաև ազգային բնույթից է գալիս։ Բայց կարծում եմ, որ այս process-ում մենք պետք է վեր կանգնենք մեր ներքաղաքական ամբիցիաներից, հա, պիտի հավակնոտ լինենք մեր հայրենիքի պետության փրկության հարցում, ոչ թե ինչ որ անձնական քաղաքական շահերի։ Այս պարագայում կարծում եմ, որ հնարավորինս պետք է խոշորացում լինի
Եվ բացի այդ գիտեք ինչ, փոշիացման այդ հասկացությունը մի քիչ հարաբերական է, ինչի են անընդհատ դրա մասին խոսում։ Երկրներ կան, որտեղ օրինակ 1% շեմը հաղթահարելով քաղաքական ուժ է հայտնում, հա, ունենք օրինակ Հոլանդիայի օրինակը, Իսրայելի այդ Կնեսետի օրինակը կա, որտեղ քաղաքական ուժը 1, 2 կամ 3 ենթադրենք պայմանական տեխնացիով падգամավոր հայտնվում է եւ կարողանում են մարդիկ զբաղվել օրենսդրական գործունեությամբ կամ հանրային քաղաքական գործունեությամբ։ Մեզ մոտ այդ շեմը բավականին բարձր է եւ խիստ է սահմանված։ Եվ օրինակի համար նույն Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, որը դաշտում վերջի տարիների ընթացքում իրեն դրսևորել որպես ամենամեծ կարելի ասել նաեւ իրավապաշտպան կազմակերպություն, ազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն, փորձելով տեղավորվել այս քաղաքական տրամաբանության շրջանակներում, չի կարող հաղթահարել, որովհետև դրա համար ժամանակապետք է, այսինքն մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործիչներ, որոնք քաղաքական ընկալման մեջ չեն։ Իրանք լավ գիտնականներ են, լավ փորձագետներ են, լավ բիզնեսմեններ են, լավ տնտեսագետներ են, բայց իրենք հանրության կողմից քաղաքական գործիչներ չեն ընկալվում։ Եվ նաև մի բան էլ ասեմ, եթե խոսքը գնում է փոշիացման մասին, եթե հայելային տարբերակով այս խնդրին նայենք, 2021 թվականին անընդհատ նշում է օրինակ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, որոնք փոշիացրել են հա ձայները եւ այդ դրա արդյունքում 2021 թվականի քաղաքացիական պայմանագիրը ստացել է այդ ձայների ջախջախիչ 2/3 եւ կարողացել է ոչ ազգանպաստ, ոչ պետականանպաստ իր քաղաքական ուղեգիծը ծավալել, կնքելով դա իրավաորենսդրական դաշտում։ Բայց եթե հայելային տարբերակով մենք նայում ենք իրական ձայն փոշիացնողը, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա ուղիղ 680,000 ձայն փոշիացրել է, որովհետեւ այդ քվեն իրան չեն տվել նրա համար, որ ինքը հիբրիդային պատերազմ հայտարարի ազգային ինքնությանը, եկեղեցուն, մեր արժեհամակարգին, մեր սիմվոլներին, հա, եւ այդ 680,000 ձայնը ինքը ստացել է, որովհետեւ կարողացել է մարդկանց ներշնչել, որ ինքը բերելու է խաղաղություն։ Բայց այն ինչ որ բերել է ինքը դա պայմանական, աներևոտ, հեղուկ, այո, հեղուկ հասկացություն է, որը ոչնչով ամրապնդված չէ։ Իրանք ինչքան խոսում են խաղաղության մասին, հանրության մոտ այնքան ձևավորում է մոտալուտ պատերազմի գաղափարը, որտեվ եթե իրականում խաղաղությունը, այդքան պետք է խաղաղության մասին իրենք չխոսեն, էլի։ Եվ ի վերջո ուր այդ խաղաղության պայմանագիրը։ Ամբողջ օրը քննարկումներ են անում, խաղաղություն, ավելին վերջնական չի ստորագրվում։ Ոչ միայն վերջնական չի ստորագրվել, այլև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տվել է տնային առաջադրանքներ, որի շրջանակներում Հայաստանի իշխանությունները պետք է օրինակ սահմանադրությունը փոփոխության ենթարկեն եւ այդ փոփոխությունները դուք գիտեք հայտնի առնվազն 3 կետ, որոնք կոնկրետ Թուրքիա եւ Ադրբեջանի ճնշման տակ պետք է վերախմբագրվեն։ Խոսքը վերաբերվում է անկախության հռչակագրին, խոսքը վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ Արցախի հարցը։ Լավ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ինչ գործ ունեն, բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խունտան տանում է սեպարատ ճանապարհ, կոնկրետ Հայաստան եւ Սփյուռք հարաբերությունները սեպում է։ Եվ ինքը Սփյուռքում մի քանի անգամ հայտարարել է, ես էլ դրան մի քանի անգամ անդրադարձել եմ, որ ինքը պատասխանատվություն չի զգում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասով։ Մոռանալով հանդերձ Հայաստանի վարչապետն է, մի քանի անգամ շեշտել է դա։ Բայց ինքը մոռանում է, որ մենք ունենք երկքաղաքացիներ, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես ապրում են Սփյուռքում։ Իրենց թիվը հասնում է 100,000-ների։ Հիմա մենք չենք ասում ինքը ամբողջ ՄԱԿ-ի ռեեստրում գրանցված պետությունների մասով պատասխանատվություն ստանձնի, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետություն նախագծախնդիրը իր քաղաքացու հարցում հասկացանք ավանդական համայնքի մասով, լինի դա օրինակ Ստամբուլում, Վաշինգտոնում, դուք չեք կարող ձեր վրա պատասխանատվություն վերցնել, բայց Հայաստանը համարվում է ողջ հայության հայրենիքը, Ավստրալիան չէ հայրենիքը, ոչ էլ Մոզամբիկն։ Այսինքն որ նա վերընտրվի փոփոխություններ իրականացնելու ինքը եթե վերընտրվեց, ինքը այսօր գտնվում է Մուրճի եւ Սալի արանքում, Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջատիրության, այսպես ասած, հատվածում, կարմիր գոտիում,
որի ֆունդամենտը արդեն դրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի, այդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով հիմքը դրվել է, եւ իհարկե իրենք փորձեցին նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին այդ ստորագրված TRIP-ի համաձայնագիր ասեմ, հռչակագիր ասեմ, ներկայացնել որպես խաղաղության փաստաթուղթ, բայց իրականությունը այլ է, չէ՞, Մերձավոր Արևելքում հրահրված այս պատերազմը, որի առանցքային դերակատարները ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Իրանն են, ցույց է տալիս, որ ներկա միջազգային հարաբերություններում անվտանգության զսպաշապիկները չեն աշխատում, դրանք առանցքական չեն։ Այսինքն կարող է ուղղակի պատերազմ հրահրվել, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ գոյություն ունի, որը ընդհանրապես ոչ մի մեխանիզմներ չի կիրառում այս process-ների կապված եւ բանը տասնյակ հազարավոր անմեղ բնակիչներ զոհվում են ինչ որ գերտերությունների շահերի առանցքում նավթի կամ այլ հարցեր, երբ որ չեն կարողանում բանը ղեկավարները իրար մեջ լուծել։ Նկատում եք այս արտաքին փոփոխությունները կարող է ազդել նաև պայմանավորվածությունների վրա ԱՄՆ-ի հետ, Ադրբեջանի հետ։ Բնականաբար ազդելու է, բնականաբար, որովհետև գիտեք ինչ, պատկերացրեք հիմա ինչ է անում Իրանը։ Իրանը հարվածներ է հասցնում արաբական աշխարհում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ արաբական աշխարհի երկրներից մի շարք երկրներ նաև հանդիսանում են իր դաշնակիցները։ Մի հատ ներողություն է խնդրում, բայց հրետակոծում է։ Այսինքն նշանակում է, եթե Ամերիկա, Թուրքիա, Ադրբեջան, գալիս եմ ամենադետալային մասը, այդ ձևաչափը, որը կապվում է նաև TRIP-ի հետ, ստեղ օրինակի համար սկսեն կառուցել այդ ճանապարհը եւ փորձեն Իրանը մեկուսացնել, հա, Հայաստանից, եւ Հայաստանով Վրաստանը եւ ընդհանրապես Եվրոպային կապող ճանապարհ հնարավոր է եւ այդ ռազմական լարված վիճակում Իրանը նույնպես հարված է այդ ճանապարհին, չէ՞, որովհետեւ եթե մեկուսացնեն, բայց այստեղ վստահեցնում են, որ չեն մեկուսացնում, խոսել են Իրանի հետ, այնտեղ փոխանցումով մոտեցել են այս հարցին, հասկանում են, որ սա իրենց դեմ չէ։ Այդպես են մեկնաբանում։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, իսկ հետագայում իմ կողմից այն վերանվանվեց Թավշյա ապոկալիպսիսը։ Մենք տեսանք, որ իրենց խոստումները հեռու են իրականությունից։ 2021 թվականին իրենք խոստացել էին, որ պետք է գալիք 5 տարվա ընթացքում օրինակ են բերում զուտ, աղքատության մակարդակը 50%-ով կրճատեն, մի տոկոս է կրճատվում։ Հետո հարկել չեն համարում ներողություն խնդրել, ասում են դա չստացվեց։ Այսինքն ինչ անում են, չի ստացվում։ Պատերազմում են, պարտվում են, չի ստացվում, բայց ոչ մեկ պատասխանատվություն չի գրում։ Եվ այս անպատասխանատվության մթնոլորտը նաև նպաստում է պետական համակարգի կազմաքանդմանը, որտեղ վերից վար ոչ մի պատասխանատու պաշտոնյա, այսպես ասած ճակերտյալ, իր մանդատի շրջանակներում այն գործառույթը, որը պետք է կատարի, չի կատարում, իսկ եթե նույնիսկ չի կատարում, չի պատժվում։ Որովհետև նույն այդ ձևաչափը դրվեց, չէ, պատերազմից հետո արդեն ծեծված 1000 անգամ կրկնել ենք, մեղավոր են, բայց ոչ գլխավոր պատասխանատու կամ հակառակը եւ այլն։ Այս ձևաչափը բոլոր մակարդակներին գործում է, թե պետական, թե համանքային։ Հիմա ինչ պատկեր կձևավորվի, կարծում եք, նայելով այն քարոզարշավը, որ Փաշինյանն է իրականացնում, մենք տեսնում ենք մեծամասամբ ողջույններ, գրկախառնություններ, շնորհակալություններ, որ խաղաղություն է հաստատել, եւ ինքն էլ ասում է, եթե ես ընտրվեմ, նշանակում է, որ դուք համաձայն եք այն քաղաքականության հետ, որ ես տանում եմ, մասնավորապես նաեւ Արցախի էջը փակելու մասով եւ մնացած հարցերում եկեղեցի եւ այլն, սփյուռք եւ այլն։ Նշանակում է դուք համաձայն եք եւ տալիս եք ինձ արտոնություն դա անելու համար։ Հիմա ժողովրդի մոտ կա այդ ընկալումը կամ ընդդիմությունը որքանով է կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչ ծրագիր ունի Փաշինյանը եւ իր վերընտրվելուց հետո ինչ է սպասվում Հայաստանին եւ ինչ է իրական Հայաստանը ենթադրում։ Նայեք, եթե դուք հետևում եք ընտրարշավին, կտեսնեք, որ վարչապետը երբ որ քաղաքացիների հետ հանդիպում է, իրեն մի քանի անվտանգության օղակներ են շրջապատում։ Եթե նույնիսկ միտեղ մարդիկ շատ են, ընդունենք 50, 60, 100 հոգի, այն որ նայում եմ, մեկին ասում է, հա, թողեք թող գա։ Այսինքն այդ մարդը մի հատ չինական Պարիս պետքա թռնի,
Այդ մեքսիկական Փարիզ պատրում որ հասնի վարչապետի հետ շփվի կամ ինչ որ խնդիր Բայց մի ներկայացնի։ քանիսները շատ ամուր գրկում էին իրան։ Ամուր գրկում էին հետագայում զուգահեռ նաև այլ օբյեկտիվ լրատվամիջոցներ կա կամ նույն ընդդիմադիր լրատվամիջոցներից կատարում են բացահայտման աշխատանքներ եւ երևում օրինակ այն օրը մի հատ կիներ իրեն գրկե որ TikTok-ում բլոգեր է եւ իր ֆան կլաբի անդամներից է եւ հավակնում է լինի օրինակ արդարադատության նախարար։ Թե Սրփուի Գալյանը ինչով է զբաղվել, մենք արդեն գիտենք, իր մոտ շատ հրաշալի ստացվում է երկել է։ Լավ երկում այդ աղջիկը։ Կարա գնա օրինակի համար եվրոպական մրցույթներին Հայաստանը ներկայացնի, ինչ ա եղել։ Հիմա եթե նայում եք մնացած դեպքերում այն օրներ պատահական մտել է միտեղ, որտեղ այդ կինը անվտանգության ինչ որ համակարգում աշխատող այդ կինն էլ ներկայանում է։ Այսինքն պատահականորեն ինքը մտնում այդ մարդը դա լինում է պետական աշխատող։ Ես չեմ ասում որ Նիկոլ Փաշինյանը չունի ընդհանրապես հետևորներ։ Այո, բնականաբար, ելնելով նաև իր անվտանգությունից, ելնելով նաև այն աշխատանքներից, որ անվտանգությունն իր առաջ խնդիր է դնում, այո, եւ դա մենք բացահայտ ենք տեսնում։ Վերջի ժամանակաշրջանում ով է տեսել Նիկոլ Փաշինյանին առանց անվտանգության աշխատակիցների ուղեկցության միտեղ գնալու։ Եթե նույնիսկ մենք այդ անվտանգության աշխատանքները Դե բայց հասկանալի է, չէ՞, երկրի վարչապետը պետք է անվտանգության աշխատակիցներ օգնի։ Միանշանակ, իհարկե այդպես լինի, բայց երբ որ զուգահեռ ուզում են ցույց տան, որ ամենից շատ հանգիստ է, ամբողջ ժողովուրդը ընկալում է այս իրավիճակը, որ իրականում Նիկոլ Փաշինյանը խաղաղության ավետաբեր է, վերջերս էլ արդեն ստանձնել է նաև սոցիալական փրկչի դերը եւ 10,000 դրամով ապրիլի 1-ից բարձրացրեցին կենսաթոշակները եւ դա համարում են նաեւ որպես պետության տնտեսական հզորագույն ձեռքբերում։ Պապոյանը Գևորգ բավականին աչքի ընկնում իր կանխատեսման հնարավորություններով։ Մի Պապոյանը մի 7 տարի առաջ կանխատեսել էր, որ օրինակի համար 2026 թվականի առաջի երամսյակում մենք հսկայական տնտեսական աճ ենք ունենալու եւ դրա արդյունքում իրենք 10,000-ով բացատրեցին, բայց մինչեւ այդ շատ պատահական նույն քաղաքական թիմը ուղղակի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ռիլից, հա, իմացավ, որ թոշակները 10,000 դրամով բարձրանում են, որովհետև մինչև այդ նույնիսկ 1000 դրամի մասին երբ որ խոսք էր գնում, եւ ֆինանսների նախարարը, եւ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարը ասում էին, որ բանը թոշակառուն ավելի վատ է ապրելու։ Եթե իրանք այդտեղ տնտեսագիտական ինչ որ հաշվարկներ են բերում եւ ասում են, որ այս բյուջեից կտրում ենք դնում ենք սոցիալականի վրա, այնտեղ խնդիրը առաջանում, այդ ամբողջական խնդիրը պետական բյուջեի վրա է անդրադառնում։ Բայց մարդիկ 10,000 դրամով բարձրացրեցին։ Մինչդեռ նույն Հայաքովի ազգային քաղաքացիական միավորումը 6 ամիս հանրային արշավ է իրականացնում։ Այո, եւ դա հնարավոր է, պոպուլիզմ էր անվանվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից։ Գիտեք ինչ։ Հիմա ես կբացեմ այդ պոպուլիզմի անատոմիան, բայց իրենց կողմից։ Եթե իրենք 100 մոտավորապես 75-ից 180 միլիարդ դրամ ենք մենք հաշվարկում, երբ որ 50% կենսաթոշակները բարձրացվեր։ Իրենք ընդհանուր առողջության ապահովագրության այդ ծրագիրը դրել են, որտեղ բանը, որի մասին ամբողջ եթերով գոռում են, որ տարեցները մինչև 4 միլիոն դրամ ապահովագրություն են ստանում։ Այդ խնդրում եմ, կես միլիոն տարեցները բազմապատկեք 4 միլիոն դրամով, 2 միլիոն դրամով բազմապատկեք։ Գումարները հասնում են մինչև աստղաբաշխական թվերի, մինչև տրիլիոնի է հասնում։ Այսինքն եթե տրամաբանությամբ ընդունենք, որ ծերը գնում է, ստանում է այդ համընդհանուր ապահովագրությունը, հա, այսինքն իրան պետքա բանը, այդքան փոխհատուցվի, այդքանի ծառայություն ինքը պետքա ստանա։ Բայց միևնույն ժամանակ նաև կոչ են անում, հանգարցակի միանգամից չվազեք բանը, այդ պետ պատվերից օգտվելու։ Սպասեք, հանդարտ։ Գիտեք ինչ, բացի այդ, իրենք բազմաթիվ սոցիալական եւ այլ փաթեթներ են առաջարկում այս ժամանակաշրջանում, որը եթե ճիշտ հաշվարկենք, ապա կոնկրետ մենք ֆինանսական կոլապսի առաջ ենք հայտնվելու հունիսից հետո։ Եթե այդ բոլոր խոստումների հանրագումարը նայեք, արդեն բյուջեի 50% իրանք խոստացել են։ Այս ենք անելու, այս խնդիրն ենք լուծելու։ Դե հիմա միջև ընտրություններ ամեն հարց 200,000-ից ավել մարդ կներեք, ակրայով դասակարգված է, այդ մարդկանց հարցերն ենք լուծելու,
արտահայտության նախարարությունն է խոսում, որ ակտերի հետ կապված ընդառաջելու են, Երևանի քաղաքապետն է խոսում, որ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձները բարձրացնելու են։ Այսինքն այս բոլորը որ գումարում ես կազմում բյուջեի 50%, այսինքն մեր մոտ կարող է երկրի ժառանգիչ տնտեսական աճը ժողովուրդը դրա մասին չգիտի, բայց երկրում շարունակում է 650,000 մարդ աղքատ լինել համաձայն պաշտոնական վիճակագրության։ Ընտրություններից խոսեցինք, արտաքին աջակցությունը որքանով կարող է ազդել ընտրությունների վրա, նաև Հունգարիայում տեսանք, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, Եվրահանձնաժողովի նախագահ անմիջապես շնորհավորեց նրանց, ողջունում են, որ պես հաղթում են իրենք, սա ինչի մասին է խոսում առհասարակ, ոգևորվածություն կա նաև Հայաստանում, որ տեսեք Հունգարիայում իշխանափոխություն եղավ, այստեղ էլ է հնարավոր։ Ես անկեղծ Հունգարիայի իշխանափոխության շատ մանրամասներին դետալային ծանոթ չեմ, թե ինչպես հաջողվեց կամ Վիկտոր Օրբանին չհաջողվեց հաղթել, սակայն Հայաստանում իրավիճակը այլ է։ Այդ բնականաբար, օրինակ մենք չգիտենք հələ այս նոր իշխանությունը, որը ձևավորվում է Հունգարիային, դա պրոհայկական դիրքորոշում ունենալու է թե չէ, ուղղակի պետք է չի այդ ուղղությամբ շատ դատողություններ անել, բայց ինքը նախորդ ղեկավարը բավականին հակահայկական կեցվածք ուներ եւ ավելի շատ պրոադրբեջանական էր, բայց բնականաբար ընդդիմության հաղթանակը, եթե շատ չդետալացնենք, մեզ մոտ նույնպես ոգևորվածություն է առաջացրել, որ այո, հնարավոր է, որ Իդեպ նա ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է։ նայել է, որ հնարավոր է, որ այստեղ նույնպես ընդդիմությունը հաղթանակ տանի եւ դա գիտեք ինչ, ֆանտաստիկայի ժանրից չի, ինչքան էլ որ փորձում են ԿՊ-ական տեսախցիկները ցույց տան այդ ձեր կողմից նշված ջերմ գրկախառնությունը, տատիկները գալիս են, գրկում են, լաց են լինում, ծոր այդ Հյուսիսային Կորեայի մի քիչ ոճերն եմ էլի տեսնում այդ մեծ արման եւ այլն, ֆետիշացման, իսկ որտեղում էր որ քաղաքացիների հետ ընթարում է լինում, գնում է այդ հաթաթայի տարբերակով, reality show-ի են էլի կազմակերպում, ոնց որ նույնիսկ իրանց այդ այսպես ասած դժբախտ տրոլեյբուսով ամեն անգամ Ինչու դժբախտ։ Դժբախտ, որովհետև ամեն անգամ, եթե ոչ ամեն անգամ, ապա արդեն որ-երրորդ դեպքն է, որ իրենց պատճառով ողբերգություն է տեղի ունենում։ Վերջերս օրինակ այցելել էին Լոռու մարզ, հա, ճանապարհային այդ ոստիկանությունը փորձում է ճանապարհ բացել, վթարի առիթ է լինում եւ առիթն այն էր, որ ճանապարհ են բացում իրենց ուրախ ավտոբուսի համար, որը իմ կողմից ստացել է դժբախտ տրոլեյբուս անվանումը եւ զավեշտ է, բայց իրանց հետ կապված անընդհատ ինչ որ դժբախտ իրադարձություններ լինում, ես չեմ ուզում անդրադառնալ եւ հետ գնալ այն ծանր դեպքերին, բայց ասում եմ, եթե նույն վարչապետի Շարասյանը փաստորեն առիթ հանդիսացավ հղի կնոջ մահվան եւ հետագայում մենք լսեցինք հետեւյալ մեկնաբանությունը, որ դա իմ ավտոմեքենան չի, այլ դա վարչապետի Շարասյունն է, այդ նույն տրամաբանությամբ էլ դա ուղղակի ուրախ ավտոբուսն է, որը ընդհանրապես կապ չունի քաղաքացիական պայմանագիր անդամների հետ, որոնք առավոտից իրիկուն այնտեղից սրտիկներ են ուղարկում, իսկ դրա խորհրդանիշը գիտեք ինչ է։ Սրտիկը իրականում ցույց է տալի մեր բյուջեի հոգեվիճակը։ Բյուջեի այդ ծակը, որովհետև այնքան խոստումներ են տվել, որ արդյունքում բյուջեից ոչինչ չմնալու հունիս ամսին համապետական ընտրությունից հետո եւ իրանք առաջնորդում են մեզնից հետո թեկուզ ջրեղեղ։ Հետո եթե հանգարցակի իրենք վերարտադրվեն, ինչ ալնելու պետական բյուջեից, իրենք դրա մասին չեն մտածում։ Այն հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի մասին խոսում է եւ այստեղից փաստորեն խումբ գնաց Ադրբեջան քաղաքազրակության համայնքից, հետո նրանք վերադարձել են ասուլիս են տալիս եւ բացատրում են մեզ, որ իրականում Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, նրանք երբ որ խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, ուղղակի քարոզչություն է, նրանք չեն գալու այստեղ ապրեն, եթե գային ապրեին, ապա կգնային Լեռնային Ղարաբաղ կապրեին, արդեն քանի տարի իրենցն է ոչ մի հայ այնտեղ չի ապրում։ Այս քարոզչությունը ինչի համար է արվում, ինչի է ներկայացում այնպես, որ իբրև թե նման նպատակ չկա, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն, ծրագրեր չեն մշակվում եւ առհասարակ այս այցերը ինչի մասին են խոսում։ Այցերի հիմնական նպատակն այն է, որպեսզի երկու հասարակություններին նախապատրաստեն երկարատև խաղաղության։ Իրենց դրած նպատակը դա է։ Հիմա դա վատ է։ Գիտեք ինչ, ստեղ այդքան վատի ու լավի հարցը չի, այլ ստեղ խնդիրը
կոնկրետ մեր մասով ասեմ, Հայաստանի Հանրապետության ինքնության, սուվերենության խնդիրն է։ Այսինքն ինչ գնով պետքա լինի այդ խաղաղությունը։ Մենք ինչ արժեք պետքա վճարենք այդ խաղաղության համար։ Դե Արցախի էջը փակել Վերջերս Արցախի էջը չի կարող վերջնականապես փակ լինել։ Ոչ մի էջ վերջնականապես փակ չի լինում, որովհետև տարածաշրջանում, տեսակ անդրադառնամ ձեր տված նաև հարցին, կարա շատ կայծակնային արագությամբ իրավիճակ փոխվի եւ Արցախի հարցը էլի բացվի։ Եվ ավելին ասեմ, դա կարող է ընդհանրապես ոչ Հայաստանից, ոչ էլ Ադրբեջանից կախված չլինի։ Այդ հարցը կարող է ուղղակի բացվել։ Օրինակ Արևմտյան Հայաստանի էջը 100 տարի չեն կարողանում բացել։ Գիտեք ինչ, Արևմտյան Հայաստանի էջը շատ հանգիստ կարող է բացվել։ Մենք հարցից հարց ենք գնում, եթե դուք տեսնում եք, որ ասում եք ընդհանրապես որևէ էջ հնարավոր չէ փակել, դրա համար մերձավոր արևելքում հիմա process-ներ են գնում, կար մի հրաշալի վերլուծաբան մտածող, հա, Զբիգնև Բժեզինսկին, որը կանխատեսում էր այն process-ները, որ հիմա կատարում, այսինքն կոնկրետ, հա, Իսրայելի, իդեմս Իսրայելի տեսնում էր մերձավոր արևելքում, այսպես ասած, խոշոր ոստիկանի գործառույթ կատարողի։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Թուրքիան ինչի է շահագրգռված նաև որ Իրանը չմասնատվի, քանդվի, որովհետև հաջորդ մասնատումը լինելու է Թուրքիայի հետ կապված։ Այստեղ կարա շատ հանգիստ Արևմտյան Հայաստանի հարցը բարձրանա։ Եվ երբ որ եվրոպական կամ արևմտյան գերտերություններին ձեռնտու լինի Թուրքիայի մասնատման հարցը, այո, կարող է այդ հարցը ինչ որ բարձրանալ։ փուլում կարող է ձեռնտու լինել։ Այո, իհարկե։ Տեսնում եք այդ տենդենսը, որ միտումները որ կարող են լինել։ Դրա համար եմ ասում, ցանկացած պահին կարող է իրավիճակը փոխվի։ Պահը կարող լինի 5 տարի հետո, կարող լինի 50 տարի հետո։ Տեսնում եք նաև Ադրբեջանի դերի։ Այո, հիմա գալիս եմ դրան, երբ որ մենք կարևորության, երբ որ մենք սահմանադրությունից փորձում ենք արմատախիլ անենք անկախության հռչակագիրը, որը անմիջականորեն հղում է տալիս նաև համայն հայության դատին, հա, եւ նաեւ այն խնդրին, որի մասին մենք խոսեցինք։ Եվ դրանից սպառնալիք է զգում Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն ինչի ուզում անպայման որ մենք անկախության հռչակագիրը արմատախիլ անենք։ Այսինքն ինչի է նույն Ադրբեջանը, հա, Նախիջևանի մեջ սահմանադրության փոփոխություն անում եւ հղումը վերացնում է նույն այդ Մոսկվայի Կարսի պայմանագրերի հետ կապված, որտեղ ցանկացած պետություն մտածում է իր ազգային պետական շահի մասին եւ ինքը հնարավորինս առավելագույնս վերապահովագրում է իրեն, որպեսզի այդ հարցը ապագայում չբարձրացվի։ Եթե մենք անկախության հռչակագիրը ամրագրել ենք մեր սահմանադրության մեջ, իդեպ էս վերջերս չէ, որոշակի խոսակցություններ գնաց, որ բավականին երկար մտածել են անկախության հռչակագիրը սահմանադրության մաս դարձնեն, թե չէ, բայց փաստացի եթե սահմանադրության մեջ ամրագրված է եւ դու ուղակի վիրահատական միջամտությամբ կտրում դա դուրս ես անում, վաղը այն սերունդը, որը գալու է եւ կարա XY ձևաչափով հավակնություններ ներկայացնի, ելնելով տարածաշրջանում համապատասխան փոփոխությունների։ Եթե այդպեսի ցանկություն ունենան, սահմանադրության մեջ կա թե չկա, դրան չեն նայելու։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը այնքան ուժեղ լինի, որ կարողանա ներկայացնել։ Որն է Թուրքիա եւ Ադրբեջանի շարժառիթը, որ վերախմբագրվի, քո սահմանադրությունը։ Այդ շարժառիթը ուղղակի պահանջները շարժառիթն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը վերածեն ստերիլ պետության։ Ստերիլ անդեմ պետության, որը չի առաջնորդվում ազգային գաղափարախոսություններով, որը չի առաջնորդվում երկրի պետության շահերով։ Դրա համար այդ ամբողջ միֆը հորինել են նաև Արևմտյան Ադրբեջանի, Սևանա լճի, Զանգեզուրի, մեր պատմական հուշարձանների, իրանցից ինչ է գնում, խաչը հանում են, սարքում են բան, պատմական, այսպես ասած, աղվանական կոթողներ, դե բնականաբար իրանք չեն եղել, ենթադրենք 8 կամ 10-րդ դարերում իրանք չեն կարող այդ ամբողջ մշակույթը իրանք վերագրել, բայց այդտեղ էլ են խորացել գնացել։ Իսկ այդ համեմատությունով, եթե Ղարաբաղ չեն գնում ապրեն, ապա Հայաստան էլ չեն գա ապրեն։ Այս իրավիճակում, որովհետև դեռևս նույն Ադրբեջան նախարարցուկ նույն է այդ համեմատականն է տալու, նախ Արցախը արդեն իրենցով են իրեն գարել, այնպես չի որ, բայց այստեղ այլ նպատակներ կա։ Ադրբեջանի բնակչությունը բնականաբար նույնպես տեսնում է ռիսկեր հնարավոր էսկալացիայի եւ չի ուզում բնակեցնել մի տարածք, որը իրենը չի համարում։
Այսինքն իրանք գիտեն չէ ճշմարտությունը որն է, հա? Ադրբեջանը ընդհանրապես ունի 100 տարվա պատմություն։ Իրանք գիտեն, որ այդ ռիսկը կա, որ կարող է նույն այդ Արցախի համար վաղը միսօր մի պատերազմական իրավիճակ լինի։ Եթե Ադրբեջանի իշխանությունները այդքան հսկայական սոցիալական փաթեթներ են ստեղծում, բնակարաններ են տալիս, թաղամասեր են կառուցում, ինչի ադրբեջանցիները չեն տեղափոխվում։ Չեմ կարծում, որ այն նույն տրամաբանությունը Ալիևը միտումնավոր նկարում էր դպրոցները։ Այո, այն նույն տրամաբանությունն է, որ մարդը կենտրոնում է ապրում, հա, Երևանի կենտրոնում է ապրում, իրան առաջարկում են ինչ-որ սահմանամերձ տարածք, ինքը չի գնում, օրինակ եմ ասում։ Սա սխալ է այդ համատությունը անցկացնել։ Իսկ այն ուժերը, որոնք ստանձնել են Հայաստան-Ադրբեջան այս կեղծ բարեկամական օրակարգը, եւ իրենք էլ նաեւ պնդում են, որ երկար ժամանակ է պետք դրա համար եւ այլ, ես էլի բաց ասում եմ, ուրա փաստաթուղթ։ Ուրա այն անվտանգության երաշխիքները, որոնց միջոցով մենք պետք է հստակ պատկերացնենք, որ այդ ձեռք բերված խաղաղությունը առարկայական առումով շոշափելի է եւ մենք Ադրբեջանի կողմից Դե ասեմ չէ սահմանադրությունը չփոխեք, չենք ստորագրել։ Իրենք բարձ ասել դա արդեն նշանակում է, որ տվյալ պետությունը թշնամաբար է տրամադրված, վաղը նույն այդ պետությունը կարա պահանջի, որ իր համայնքը թեկուզ չլինի 300,000 կամ 50-100,000-անոց համայնք ստեղ լինի, պահանջի, որ մեր սահմանադրության մեջ պետքա փոփոխություն լինի եւ օրինակ 20-րդ հոդվածի, որով մեր լեզուն հայերենն է, որ լինի նաեւ պետական երկրորդ լեզուն ադրբեջաները։ Ինչ ենք անելու։ Եվ այս պարագայում, հա, ինքը ասել է հստակ երկրորդ բանն է, էթնիկական տարն է, ապրող Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պետք է մզկիթներ կառուցեն իրանց համար, կոմունիկացիաներ ստեղծեն, ինչ անելու այս իշխանությունը։ Եվ փոխարենը այս իշխանությունը օրակարգ է բերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի նպատակը հիմնական նպատակը մեզ մեր պատմությունից եւ սփյուռքից կտրելն է։ Որովհետև ինքը ասում է, որ հայրենիքը եւ Հայաստանի Հանրապետության այս տարածքը, որը հիմա որտեղ են կանգնել արդեն 29743-ի վրա, իրանց մոտ անդադ այդ սահմանները փոփոխում են։ Լավ, 29800-ը պայմանական ասենք, այդ հատվածը դա մեր հայրենիքն է։ Ոնց կարելի է հայրենիքի եւ պետության սահմանները նույնացնել։ Իդեպ այս քաղաքացիական ներկայացուցիչն է, որ գնաց են Ադրբեջան, ես օրերս տեսա, որ այնտեղի ադրբեջանցին ով եկել էր Հայաստան, հետո հարցազրույց էր տալիս եւ ասում էր, որ հայ հասարակությունն էլ է ուզում խաղաղություն եւ ասում է, երբ որ մենք այդ հյուրանոցում հանգստանում էինք եւ մասնակցում էինք այդ տրեյնինգներին, ընդդիմությունը չէր գնացել եւ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիաներ չէր իրականացնում։ Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն են ուզում։ Ոչ մի հասարակություն, նորմալ adekvat հասարակություն, պատերազմ չի ուզում։ Ուզում է խաղաղություն, ուզում է խաղաղ ապրի, այստեղ խնդիրը ուրիշ է։ Խնդիրն այն է, որ այդ խաղաղությունը մեզ պարտադրվում է։ Ինչպես է պարտադրվում։ Այսինքն հնարավոր է, շատ հնարավոր է, կա ճանապարհային քարտեզ, կա փաստաթուղթ ստորագրված, որի մասին մենք չգիտենք, որտեղ ներառված են այն կետերը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորվածություններ, որ դրանք պետք է կատարի։ Եվ դա մեզ ոչ հայտնի, այդպես ասած, նախաստորագրված խաղաղության պայմանագիրն է։ Դա թրիփը չի։ Դա կարող է լինի թրիփի կից փաստաթուղթ, դա կարող է լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիայի կից փաստաթուղթ եւ կարող է ընդհանրապես առանձին փաստաթուղթ լինի, որpիսի երկու կողմերն էլ այսինքն երկու կողմերն էլ պայմանավորված լինեն, չհրապարակեն, բայց այդ շրջանակներում Հայաստանը պետք է կատարի այդ տնային առաջադրանքները։ Դե հիմնականում այդ ադրբեջանցիները օրինակ բանակի կրճատումը, հա, այս վերջերս падգամավորներից մեկը հայտարարություն արեց, որ բանակը հասցվել է, ես չեմ ուզում այդ թիվը ասեմ։ 3 անգամ փաստացի կրճատվել է, ինքը ասում է վերջի շրջանում 30%-ով։ Հարյուրապետ Սուրեն Պապիկյանը, հա, պաշտպանության նախարար, մեզ ներկայացնում է, ինչի է հարյուրապետ։ Որովհետև բանակը 3 անգամ կրճատել են։ Այս 8 տարվա ընթացքում, իսկ վերջի շրջանում 25%-ով են կրճատել։ Եվ հիմնավորում են, որ Պայեստազորից այդ երամսյա հավաքների շրջանակներում, այդ վարժական հավաքների ժամանակ մարդկանց կբերենք, մարտական հենակետները կլրացնենք, բայց հարց չեն տալիս։ Այդ մարդկանց մի շերտ 15-20 տարի զենք չի պայել ձեռները։ Տանում եք 10 օր ենթադրենք, փորձում եք ինչ որ նախապատր,
իրանցից մի մասը մի շերտը նաև ընդհանրապես դիրքային ծառայություն չի տալի, դա ընդհանրապես այլ ծառայություն է։ Դա սովորական, այսպես ասած, ասֆալտի վրի ծառայություն չի, էլի, մարտական հենակետ պահելու համար կոնկրետ զինվորը նաև պետք է անցնի հոգեբանական լուրջ պատրաստվածություն։ Իդեպ այդ պատրաստվածությունը նաև այսօր մեր բանակում, հա, զորամասերում չի տարվում, որովհետև կոնկրետ զինվորը պետք է բազմակողմանի ձևով պատրաստվի նոր ուղարկվի սահման։ Իսկ եկեղեցու հետ կապված ինչ փոփոխություններ են սպասվում, հաշվի առնելով, որ ԿՊ կուսակցության նախընտրական ծրագրում հենց եկեղեցու հետ կապված կար, որ կաթողիկոսը պետք է փոխվի, տեղապահ նշանակվի եւ այլն եւ այլն։ Դա էլ է տեղավորվում ադրբեջանական, թուրք-ադրբեջանական պահանջների շրջանակները, շատ բաց։ Իրենք հասկանում են, որ եկեղեցին արտահայտում է մեր ազգի միասնությունը, հա, բացի հոգևոր լինելուց մեր հայ առաքելական եկեղեցու առանձնահատկությունները, որ ինքը իր դիմագծով ազգային հոգևոր է։ Եվ նույնիսկ կաթողիկոսը ընտրվում է ազգային խորհրդի կողմից, որտեղ եկեղեցյան կներեք խորհրդի կողմից, որի 25%-ը հոգևորականներ չեն։ Օրինակ Հռոմի պապին մենակ հոգևորականներն են ընտրում։ Այս պարագայում իրանք ինչի են ուզում այդ փոփոխությունը անեն, որպեսզի եկեղեցուն զրկեն իր բացառիկ իրավունքներից։ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում 67-ից ավել կրոնական կազմակերպություններ կա գրանցված։ Անունները չեմ ուզում նշեմ, որ ասեն թիրախավորում ես։ Ինչի՞ չեք գնում, այդ կազմակերպություններում լիքը խնդիրներ կա։ Այնտեղ էլ իրենց, այսպես ասած, կանոնադրություններով այնպես չի, որ հավուր պատշաճի օրինակի համար շարժվում է։ Իսկ կարող է նաև այդ դրանց որոշ կանոնադրությունները ուղղված են մեր պետականության հիմքերի խարխլմանը։ Այսինքն ազգային անվտանգության ծառայությունը, օրենսդիրը, այս իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոլոր կրոնական կազմակերպություններին Հայաստանի տարածքում ինվենտարիզացիա են ենթարկել, մնացել է հայ առաքելական եկեղեցին, որտեղ լիքը խնդիրներ կա, իրանք պիտի դրանցով զբաղվեն։ Դա էլ է պարտադրված։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդհանրապես կմտնեին հայ առաքելական եկեղեցու հետ արճակատման մեջ, եթե այդ պատվերը տրված չլիներ։ Որովհետեւ ստեղ կաթողիկոսի կերպարը բացարձակ կապ չունի, բացարձակ այն խնդիրները, որը իրենք դնում են եկեղեցու առաջ կամ ուզում են դնել, եկեղեցին սահմանադրությամբ հստակ ունի իր իրավունքները եւ տարանջատված է պետությունից։ Ո՞նց ես մտնում այդ դաշտ։ Հիմա այս նախընտրական փաստացի ծրագիրը, որ ԿՊ-ն ներկայացրել, արդյոք մարդիկ կարդում են, գիտեն առհասարակ ինչ ծրագիր է ներկայացնում։ Եվ այստեղ ընդդիմության դուք թերացումը չեք տեսնում, որ բացի այն, որ պետք է հարցազրույցներով այս մասին խոսել, ինչպես հիմա դուք անում եք, այնուամենայնիվ պետք է գնալ մարդկանց հանդիպել, ակտիվ քարոզարշավ անել, այն ինչ անում է Փաշինյանը, դեմ առ դեմ մարդկանց հանդիպել, խոսել։ Այս հարցում ընդհանուր առմամբ ընդդիմության մասին է խոսքը։ Դուք չեք տեսնում, որ իսկապես կա բաց թողում եւ իհարկե քարոզարշավ իրականացվում է, բայց ինչ որ դահլիճներում այն մարդկանց հետ բարբերաբար հանդիպում են, բայց այն լայն շփումը հասարակության հետ չկա։ Հիմա նայեք, խնդիրն է որ խոսենք հավասար պայմաններից։ Քարոզարշավի ժամանակը դեռ չի եկել։ Ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հա, Վահագն Հովակիմյանը չի ֆիքսում, որ նույն քաղաքացիական ակտիվ կարող է քարոզարշավ իրականացնել։ Քաղաքացիական պայմանագիր չէ, օրինակ նայեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարում է, որ ինքը քարոզարշավ չի անում։ Ինքը հանդիպում է իր կուսակցական ակտիվի հետ։ Դե ընդդիմությունը Բայց պարզում է, որ կուսակցական ակտիվը դա Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչներ են, որոնց ինքը հանդիպում է փողոցում, մետրոյում եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, ընդդիմությունը իր ձևով է քարոզարշավը իրականացնում, հա, ամեն մեկը իր ձևով, բայց պետք է ասեմ, որ վտանգավոր է դարձել։ Հա, բայց պետք է ասեմ նաև, որ ճիշտ եք ասում, մեր բնակչի սրտին, հոգուն եւ մտքին պետք է հասնի այն կարևորագույն ուղերձներն ու գաղափարները, որոնք ընդդիմությունը պետք է հստակ քաղաքական առումով ձևակերպում տա եւ հասցնի մարդկանց։ Այսպես ասած, ընդդիմության խոսքը մի կողմ եմ դնում, այս ընդհանուր ԶԼՄ դաշտը, որտեղ իշխանությունները կարելի ասել ունեն մեծ առավելություն եւ այլն, պետք է ընդդիմությանը հաջողվի ապացուցել մի պարզ բան,
որ այս խաղաղության քարոզը, որը անում է Նիկոլ Փաշինյանը, առաջինը դա իրանից կախված չի։ Եթե իրանք ասում են, որ մենք չընտրվենք, անկախություն չի լինի, պետություն չի լինի, արհեստական բանականություն չի լինի, ոչինչ չի լինի, Աֆրիկան էլ չի լինի եւ այլն, պետք է բացատրել մարդկանց, որ իրանցից դա կախված չի։ Եթե մենք լսենք օրինակ իշխող բանը, էլիտային քաղաքական, ապա ամբողջ աշխարհը պատտվում է իրանց շուրջ։ Բոլոր գերտերությունները նստած սպասում են, երբ հա քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին վերընտրվելու, որ դրանից հետո Հայաստանի Հանրապետության ճակատագիրը մտածեն ոնց է որոշվելու, ոնց կարա այդպես բան լինի։ Բայց ասեմ նաև, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշակիորեն հաջողում է այդ քարոզը անել, հա, որովհետև գնացին Վաշինգտոն, թղթեր ստորագրեցին, Թրամփի հետ նկարվեցին, փոխնախագահ եկավ եւ այլն։ Ընդդիմությունը պատերազմ չի ուզում։ Ընդդիմությունը հստակ ասում է, ուր է խաղաղության պայմանագիրը, ուր է։ Գիտեք ինչ, մենք արդեն քանի ամիս է խոսում ենք խաղաղության մասին, բայց չկա խաղաղության պայմանագիր։ Իսկ իշխանությունները հստակ մեսիջ են տալի. եթե մենք չլինենք, լինելու է պատերազմ։ Եվ այն օրը պատական չէր, մի հատ քաղաքացի քաղաքական սարկազմով դիմելով Նիկոլ Փաշինյանին ասեց. ձեր ժամանակավոր խաղաղությունը, որ դուք բերել եք, արդյոք ճիշտ է, որ դա մի հոգուց կախված է, եւ ասեց ձեր համար ես աղոթում եմ, որ հանկարծ ձեզ հետ ոչ մի բան չպատահի, որովհետեւ եթե ձեզ մի բան եղավ, պատերազմ է լինելու։ Այսինքն միայն իր հետ են կնքում այդ պայմանագիրը։ Այո, բայց խնդիրն այն է, որ այո, իր ասելով դա եւ խնդիրն այն է, որ բնակչությունը, հատկապես հասուն բնակչությունը, հստակ հասկանում է։ Եվ արդյոք ազնիվ է մեր ազգի նկատմամբ եւ այն 680,000 մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանին քվե են տվել, այսօր վախեցնել պատերազմով, շանտաժ անել պատերազմով եւ ենթագիտակցական դաշտում հանրությանը մեծ սերմանել այն գաղափարը, որի մասին բաց հիմա խոսում են, եթե հանգարցակի մենք չընտրվենք, Ադրբեջանի միջոցով մենք պատերազմ ենք ձեր դեմ սկսելու։ Իրանք դա բառացի չեն ասում, բայց մարդու ենթագիտակցական դաշտում ձևավորվում է այդ վախի գործոնը, ասում է լավ, սրանք խելառ են, գիժ են, արի ես սրանց ընտրեմ, որ հանգած պատերազմ Դուք դա հնարավոր համարում եք, հաշվի առնելով Հասուն Փաշինյանը մինչև օգոստոսի կեսերը լինելու է վարչապետ։ Կարա շերտ լինի, որը կարա դրան հավատա եւ այո, կարող է նաեւ այնպիսի իրավիճակ լինի, որ նույն ուժերի, արտաքին ուժերի ճնշման տակ Նիկոլ Փաշինյանին պարտադրեն պահպանել իշխանությունը, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը այնպես ընթանա, որ բավարար ձայներ չլինի եւ գնան արտահերթ բաժանընտրությունների, չէ, այս սցենարն էլ չի բացառվում, եւ այս պարագայում ճնշում գործադրեն, որ պետքա վերարտադրվի այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այլապես կլինի պատերազմ։ Հնարավոր է, բայց էլ եմ ասում, պատերազմը դա միայն Հայաստանից եւ Ադրբեջանից եւ երկու երկրների իշխանություններից կախված չի։ Եթե այդ երկու երկրներից կախված լինի, նշանակում է միջազգային հարաբերություններ գոյություն չունեն։ Տարածաշրջանում ոչ մի դերակատար չկա, Հայաստանն ու Ադրբեջանը իրար հարցերը լավ լուծում։ Բայց ինչ էին գնում Վաշինգտոն։ Իսկ ինչ էին նոյեմբերի 9-ին կնքում այդ կապիտուլյացիոն պայմանագիրը շատ պարզ, որտեվ առաջինի դեպքում 2020 թվականին Ռուսաստանն էր միջնորդը, մյուսի դեպքում Միացյալ Նահանգները, բայց գիտեք խնդիրը որն է, որ մենք փաստորեն ունենք երկու փաստաթուղթ, որտեղ տարածաշրջանային բոլոր դերակատարները ներգրաված չեն։ Այդտեղ Իրանը շահ ունի, Ռուսաստանը շահ ունի, Չինաստանը եւ Հնդկաստանը շահ ունեն։ Այսինքն հիմա միջազգային դասավորումներում կարևոր չէ, պետք չէ որ այստեղ պատերազմ լինի։ Դա կախված է նաև մերձավոր արևելքում ինչ իրադարձություն կլինի, բայց սովորաբար երկրները, որոնք շահագրգռված են, որ ճանապարհներ կառուցվի, առևտուր լինի, այո, նրանք շահագրգռված են, որ լինի խաղաղություն, բայց նաև պատերազմն է բավականին եկամտաբեր եւ այս նույն մերձավոր արևելքում, հա, Ամերիկայի եւ Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծությունը բավականին նավթային շուկայում սպեկուլյացիոն պրոցեսների համար լավ հիմք են հանդիսացել։ Պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները հասել այն կարգավիճակի, որ
Ռուսաստանի Դաշնությանը ենթարկել էր, չէ, տնտեսական մեկուսացման, բայց աչք է փակում, որ Ռուսաստանը ազատ նավթը վաճառի։ Կամ տեղ-տեղ աչք էր փակում համ պատերազմում է Իրանի հետ, որ այդ նեղուցով իրանական նավերը նաև կարողանան առևտուր անել։ Այսինքն այստեղ նաև տնտեսական շահը կա։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։